տրամաբանության հետ ոչ մի առնչություն չունի։ Մեր կյանքի եւ մեր ժողովրդության հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք ասում եք մարդիկ կան, որոնց ժամանակի տարբեր կարծիքներ են ունեցել իրենց մասին, դա ոչ այդ մարդկանց, ոչ այդ ձեր մասին լավ բան չի խոսում։ Հավելաբար դուք մարդկանց մասին նույն կարծիք ունեք, հիմնավոր մարդը փոխվում է ոնց կարծիք ունեն։ Կարծում եմ դուք եք փոխվում։ Եթե որևէ փոփոխություն արձանագրել եք, ասեք խնդրեմ։ Ես կարծում եմ պետք է մենք խոսենք ոչ թե սահմանադրությունը նախ այն փաստաթուղթը չի, որ դուք ասում եք, որ գրանցի թե քանի տոկոս առավելություն կդառնա, քանի ինչքան ավելի ձեռնատու է եւ այլն։ Իսկ Արմինասյան, ես ասում եմ գրանցի ինչ է հնարավոր։ Չէ, ուրիշ բան եմ ասում, դուք սկզբից ասում եք սահմանադրությունը պետք է լինի բոլոր կետերը պետք է լինեն այնպեսին, որ ասեմ մեր կյանքի այս կամ այն ոլորտում այսքան տոկոս առաջընթաց կա կամ մեր ժողովրդի կյանքում ասեցիր։ Ես ասեցի, դուք ասեք թե որ փոփոխությունը, որ հարցում ինչ առաջընթացի է բերում, որ թույլ չի տալի այս սահմանադրությունը։ Ասած ես փոփոխությունը, որ անգլիկ թող մեկը ասի, որ 17-րդ հոդվածը ընդունելուց հետո պարոն Մկրտիչ Մինասյանը երաշխավորում է, որ մասիվի ժողովրդի կյանքը կլավանա։ Այսինքն դուք այս համանadrությամբ պայմանավորում եք տնտեսական, քաղաքական կայունություն։ Ասում եք, ասեք, որ հոդվածը ինչն է կայունացնում։ Ես բերեցի, թե ոնց կարող է անկայունություն առաջանալ։ Սա համանadrության կետը առանց որևէ ավելումի ես կրկնել եմ։ Ասել եմ, սա համանadrության մեջ գրած է, սա այդ դեպքում հնարավոր է սցենար։ Ես էլ եմ կարծիքն ասացի, որ դա ընդհանրապես ֆանտազիայի կամ Բայց չէ ֆանտազիա, ասեք, Իսագուլյան, այս բանը սխալ է սա։ Հասկանալի մտածողության պրոդուկտ է։ Պարոն Մինասյան, որևէ կապ չունի իրողության հետ, այլ մեր իրողության հետ։ Որտեղ դուք ասում եք 20 կուսակցություն մասնակցում են, բոլորը 5.1, 5.2 կամ 49% է ստանում, 20-ից 19 անցնում են։ Ինչ աբսուրդի թատրոն։ Ինչի՞։ Որ հենց այդպես։ Որտեղ այդպես չի լինի։ Բայց հնարավոր է տեսական ուղղել։ Չի խանգարում, չէ՞, համանadrությամբ չի ակասում։ Եթե մենք սկսենք մտածել թե հնարավոր է թե ոչ, եւ սկսենք ոչ իրական փաստերը վերածել թվերի լեզվի։ Պարոն Մինասյան, օրենքը չի արգելում ինչ որ իրավիճակ։ Ես ասում եմ հնարավոր է նման իրավիճակ։ Եկեք կոնկրետ բաներից խոսենք համանadrության մասին եւ խոսենք։ Ինձ թույլ տվեք ասելու, իսկ ինչ է նշանակում համանadrական բարեփոխումներ եւ ինչ է տալու մեր ժողովրդին, մեր հանրությանը, մեր պետությանը։ Այո, կոնկրետ, բայց այս շատ կոնկրետ է, պարոն Մինասյան, մենք իրականում կարող ենք նման բան փաստի առաջ կանգնել։ Եվ աբսուրդային Լավ ուրիշ ձևով ասեք։ Եվ ասեք, վառ ունենանք 190 պատգամավոր, որտեղ պիտի մեծամասնությանը գումարվի ով հաղթելա, այս թվերը ու արդյունքում ունենանք 190 190 չեք ունենալու հայ իրականություն եւ մեր կյանքը։ Չէ, այս թվամանությամբ, որտեղ այն օրինց էլ այդպես բացատրեցի, շատ նորմալ կարող է սա քաղաքական խոշոր մաթեմատիկա, այո։ Ես ուրիշ սցենար կարող եմ ասել։ Երկու կուսակցություն են հաղթահարում բարերը, մեկը 6%-ով, մեկը 7%, մյուսները չեն ստանում։ Ժողովուրդը այդ երկուսին այդքան ձայն է տալու։ Մյուսները ստանում են ինչքան տոկոս։ Ասեք 3, 4, 0.1, բացի 30%-ն ինչ։ Բادرած հետո ինչ ա լինելու։ Էքսակտ մարմինն է, 70%-ը չկա այդ 0.1-ում։ Լավ էլի։ Այնա բաշխվում է։ Հնարավոր է, չէ, համադրությունը չի արգելում 100 կուսակցության մասնակից, մենք քանի կուսակցություններ են գրանցված։ Սա մասնակցությունները ձայները ոնց է բաշխվում։ 2%, 3%, հիմա 53 եմ։ 53 անգամ 3, անվե 150, այսինքն մենք լրիվ կարանք ապահովենք դա։ Հնարավոր է նման տարբերակ։ Դուք ասում եք հնարավոր չի, որտեղ մենակ հանրապետականը պետք է մասնակցի։ Ոչ։ Բոլորը կարող են, չէ՞ մասնակցել միասին։ Ես այնպես իմանություն չեմ կարող ասել։ Դե հիմա դրա համար ասում եք, կարող են բոլորը մասնակցել։ Կարող են բոլորը մասնակցել։ Բոլորը մասնակցել, կարող է ամեն մեկը ստանա 2, 3, 4, երկուսները ստանան 5-ից ավել։ Մենք ձեզ հետ միասին որ գիտենք, որ այս երկրում բազում ընտրություններ եղել են եւ կան մի շարք կուսակցություններ, որոնք որոշակի հեղինակություն են, արգանք ունեն ժողովրդին եւ նրանք են ցանց ստանում։ Օրինակ, բادرած այն հա ովքեր ազգային ժողովում։ Պարոն Մինասյան, այս դասում հիմա շուկա է, միասին դուրս գա։ Ազգային ժողովում բոլորի մոտը ու հարցնեն։ Թղթակիցներն էլ բերեք։ Որի դե օրինակ հարցում կատարենք մի հատ սովորական։ Հիմա ես բան եմ ասում, դուք ասում հարցում կատարենք։ Ես ասում եք որոշ հարցեր ասեք, որ կուսակցություններ։ Այն բոլոր կուսակցությունները, որոնք վերջին 15 տարվա ընթացքում հայտնվել են ազգային ժողովում։ Այո, նրանք ունեն իրենց էլեկտորատը, մեկը 5%-ի չափով, մեկը 7, մեկը 13, մեկը 20։ Որպես 5 կոմունիստը, 5 կոմունիստի։
Պարոն Մինասյան, դուք ձեր պատվով խոստովանում եք, որ ընտրություններն եղել են արդար ազնիվ, ու ինչ ստացել են, դա իրենց իսկական քվեր։ Ընդհանուր առմամբ այո։ Չէ, ինձ շատ կոնկրետ պատասխան։ Այո թե ոչ։ Ասում այո, ընդհանուր առմամբ առանցին դեպքեր եւ տեղեր եղել են, որտեղ գաղթումներ Մեր Աշակյանական հարց տվեցիք, որը եթե պատասխան չի ակնկալում։ Չէ, նույնիսկ Ժողովուրդ ջան, ես որևէ բան կասկածի տակ չեմ ուզում։ Հիմա տեսեք, ի տարբերություն շատ կուսակցությունների, ես անձամբ առաջին արտախորհրդանական ուժերից պաշտոնապես ձեզ մոտ դիմեցի պարոն Սարգսյանին, ասելով, որ մեր կուսակցությունը պատրաստ է գնալ իր հետ քննարկման։ Վաղը չէ մյուս օր ազգային ժողովում, ուրեմն պետայրավական հարցերի հանձնաժողովում սահմանադրական խնդրի քննարկումներն են, մեր կուսակցությունը արդեն հայտ է ներկայացել, մարդիկ պետք է գնան մասնակցել։ Մենք ոչ վախենում ենք քննարկել։ Լավ է կանոն Հիմա թող պարոն Մինասյան դասի ինչ էր անում։ Ես ուզում եմ, որ բոլորը ասում շատ բան է, պարոն Իսակյան, ես հարվում եմ ձեզ, դուք տարբեր շարունակում բայց շատ խոսելը դերևս չի նշանակում շատ բան ասել, after դուք անընդհատ ասում եք։ Լավ, դուք ասեք, ես ու շատ թվում է թե դուք ինչ ձեր թուղթու թամասուկը ես գտնում եմ, որ նախ մենք պետք չի, որ դուրս կանք ամենը բան, մենք հանրապետական կուսակցությունը նախաձեռնել այս խնդիրը, բարեփոխումները, ինչու, որովհետև տարիներ շարունակ բոլոր քաղաքական ուժերը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները պահանջ ունեին, ներկայացնում էին, որ բարեփոխումների կարիք ունի կառավարման համակարգը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ թվում նաև ասում էին, որ պիտի Հայաստանում այլևս մեծամասնական ընտրակարգ չլինի, որովհետև կուսակցությունների ցուցակներով ընտրությունները կա։ Եվ այլ, որ ճիշտ կլինի, որ անձից կախված չլինի, այլ կոլեգիալ ղեկավարման արդյունքում կառավարվի երկիրը եւ այլն։ Աշխարհի վրա այդ համակարգը կոչվում է պարլամենտական կառավարման համակարգ։ Ուրիշ համակարգ, եթե դուք ձեր կուսակցությունում մտածել եք գտել, ասեք թող իմանան ժողովուրդն հանրությունն աշխարհում իմանան։ Ցավոք սրտի աշխարհում դերևս 3-4 համակարգ գոյություն ունի։ Համաձայն եք։ Հիմա մենք գնում ենք այդ ճանապարհով, աշխարհում գոյություն ունեցող ճանապարհով, որ մարդկությունը ստեղծել է տարիներ ու տասնամյակներ շարունակել շարունակ։ Ձեր բոլոր ասած հարցերի պատասխանը կարող էր լուծում ստանալ ընտրական օրենսգրքում։ Եվ որևէ հարց չկար սահմանադրություն։ Ներողություն։ Ձեր բոլոր հարցերի պատասխանը կարող էր ստանալ բանը։ Հասկացա ինչ եք ասում։ Ընտրական օրենսգրքում կարելի է դուք սխալում եք, որ Ինչ կերպարում։ Պարլամենտական կառավարում։ Ցավոք սրտի այս փաստաթղթում որն է պարլամենտական կառավարումը։ Պարլամենտական կառավարումը այն է, Ինչի եք, օրինակ այդ նախագահի պաշտոնը, ինչի եք հիմնել։ այսինքն Ինչ նախագահ է, որը որպեսի գնա, կներեք ինձ ներողություն եմ խնդրում 1000 անգամ, որպեսի գնա օրինակ արտասահման, մեր բոլոր պաշտոնյաները, պետք է Հրանուշ Հակոբյանը իր հրամանագրի վրա վիզա դրի, որ ինքը իրավունք ստանա արտասահման գնալու։ Այնտեղ գրված է, բացեք նախագահի հրամանագրերը ու կարգադրությունները ուժի մեջ են մտնում համապատասխան նախարարի վավերացումից հետո։ Այդ ինչ նախագահ է պետության գլուխ էլ դրել է կանոնը առանց ամոթի, որը պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի տուալետ գնա։ Եվ դուք դա համարում եք հանրապետության գլուխ։ տարբեր բաներից եք խոսում։ Չէ, դուք ասում եք պարլամենտական կառավարում, շատ երկրներում կա, որ մի հատ ֆիկտիվ նախագահ եք մտցրել, անունը դրել եք պետության գլուխ, որը բացարձակ ֆունկցիա չունի։ Գրել եք ազգային ժողովը միակ ներկայացական մարմինն է։ Այո։ Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է ազգային ժողովը, այսինքն միակ ներկայացական մարմինը։ Նշանակում է ազգային ժողովի նախագահան միակ ներկայացական մարմնի ներկայացուցիչն է, այսինքն մենակ ինքը կարող է լինի պետության գլուխ։ Դուք մի հատ բան եք հիմնել, պաշտոն, որտեղ ես առաջարկեցի Ջեմա Հակոբյանին նշանակել, որ 25 տարի մեդալ է բաժանում, այդ մեդալով էլ ասես կբաժանի։ Գոնե խելոքը լեիք, եթե տայք ընդդիմությանը մեկ է նախագահան 0 է, հիմա 0 նախագահին մի հատ էլ եկա գլուխ եք գրել սահմանադրության մեջ, ուզում եք դուք, պարոն Մինասյան, ունենալով խորհրդային միության կրթություն, ոչ թե նորելուկ իրավաբանները, ինձ համոզել, որ դուք խելոք բան եք գրել,